Հայաստանի ոստիկանությունը վերածվել է բռնության գործիքի, ընդ որում մեկ մարդու քմահաճությունները բավարարող գործիքի։ Իսկ այդ մեկ մարդը, ինչպես գիտեք, որոշել է գնալ եկեղեցի այդ օրը, մասնակցել պատարագի, որը պատարագ որևէ կերպով ես կհրաժարվեմ անվանել, որովհետև դա կանոնիկ կարգին եկեղեցու դեմ է, աշխարհիկ մարդը իրավունք չունի որևէ կրոնական ծես կատարել։ Հիշում եք Փաշինյանի հռչակած հոգևոր հավաքը։ Դա իր բառերով եմ ասում, որ խոստանում էր հոգևոր հավաք անի, որպեսզի, ինչպես ինքն էր արտահայտվում, վեհին վեհարանից դուրս տնի։ Հիմա դա այդ հոգևոր հավաքն է, ես ենթադրում եմ, որ այդ օրով տրվելու են գործողությունների մեկնարկ ինչ-որ իշխանության, սա բացասական իմաստով պատմական ջրբաժան է, եւ պատմական իրադարձությունները ցավոք սրտի նաեւ բացասական են լինում։